Հայաստանի մյուս կոնցեպտը ես կարծում եմ դա ունենալ ըստ էության քիչ թե շատ մարտունակ բանակ, այսինքն վերականգնել գոնե այն պոտենցիալը, որ կար առհասարակ, դա նշանակում է, որ ունենալ նաև համապատասխան մակարդակի ուրեմն տեխնիկա, հա, զենք զինամթերք տեխնիկա, դա ունենալ սեփական ռազմաարդյունաբերական համալիրը, բնականաբար հեռու եմ այն մտքից, որ մենք Իսկանդեր ենք արտադրելու կամ բան, բայց գոնե ինչ-որ բաներ դու արտադրելու ես, առավելևս, որ այդ պոտենցիալը իմ համոզմամբ Հայաստանի Հանրապետությունում կա, դեռևս Խորհրդային Միության ինժեներական դպրոցից, IT ոլորտի, այս կամ այն չափի զարգացվածությունից եւ ամենակարևորը, քանի որ միևնույն է, միշտ էլ Հայաստանի Հանրապետության բանակը չէր կարող ամեն դեպքում համադրելի լինել, նույնիսկ Ադրբեջանի բանակի հետ, էլ չեմ խոսում Թուրքիայի բան, բայց դա այդ կոմպենսացվում էր մեր աշխարհաքաղաքական բաներով, զսպող մեխանիզմներով, իդեմս ռազմավարական դաշնակցի, ընդ որում եւ ռազմաքաղաքական առումով եւ դիվանագիտական առումով, այդ պարագայում դու արդեն խոսալու բան ունես, դու պետք է ման գաս նրանց այն բանով ուժային կենտրոններին, որոնք քեզ կարող են այդ ապահովել քո անվտանգությունը։ Եվ ոչ միայն ապահովել անվտանգությունը, նաև այդ համապատասխան են ռեսուրսները, որի մասին մենք խոսում ենք, քեզ տրամադրել։ Այդ պարագայում պետք է նայես ով կարա դա անի։ Այդ պարագայում ես կարծում եմ արդեն հարցեր կառաջանան իսկապես։ Ռուսաստանը ինչ պետք է անի, Իրանը ինչ պետք է անի, գուցե Հնդկաստանը ինչ պետք է անի, Չինաստանը բնականաբար, որը որ գեոքաղաքական չգիտեմ, առաջի, երկրորդ, թե երրորդ բևեռն է, թե արդեն բանի հարց է, այսպես ասենք, գնահատելու հարց է։ Ես կարծում եմ այդ ժամանակ նաև այլ գործոններ կաշխատեն, որտեղ աշխարհում կհասկանան, որ այս երկիրը ինչ որ բան նպատակներ ունի եւ իրենց նպատակները համադրելով Հայաստանի Հանրապետության վերականգնվող Հայաստանի Հանրապետության իսկապես սուվերեն եւ անկախ Հայաստանի Հանրապետության շահերի հետ կարելի է ինչ որ բան խոսել։